կուլում եմ, գումարում եմ քո հոգին հոգուց։ Արնո Բաբաջանյան համերգասրահի բեմում Նազենի Հովհաննիսյանն է, ով հնչեցնում է բոլոր ժամանակների ազդեցիկ հայ բանաստեղծների խոսքը իր իսկ ապրումներով, հանդիսատեսին տանելով սիրո, կարոտի ու մի շարք այլ հույզերի միջով, որոնք հանդիպում են սիրո խաչմերուկներում։ Բանաստեղծական երեկոն ամբողջանում է Armenian String Quartet-ի նվագակցության ուղեկցությամբ։ Միջոցառումը հայուհի կանանց կենտրոնի հերթական նախաձեռնությունն էր, որն իրականացվեց կանանց մեկամսյակի շրջանակում։ Կենտրոնը գործում է ընդամենը 6 ամիս, բայց արդեն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ իր շահառուների համար։ Մենք հասարակական կազմակերպություն ենք, որտեղ կանանց համար կազմակերպում է ոչ ֆորմալ կրթությամբ չգիտեմ, լեզուների ուսուցումից մինչև վարպետաց դասեր, հուշագործություն, կարուձև եւ այլն, փորձում ենք կանանց ավելի մրցունակ դարձնել աշխատաշուկայում եւ այս միջոցառումների շարքը կանանց միամսեկին մեր նվերն է, մեր կենտրոնի շահառուներին։ Մենք արդեն մեծ համերգ ենք ունեցել Վանաձորում Հայաց պրոջեկտի հետ, մեր Վանաձորի շահառուների համար։ Սա հերթականն է, մեր Երևանի շահառուներին են ուղղված այսօրվա երեկոն եւ առաջիկայում կունենանք Վարդենիս քաղաքում Ethno Colors խմբի հետ մեծ համերգ։ Հայկին ունակ է փոխել ամեն ինչ, եթե իր մեջ գտնի այն ներուժն ու ցանկությունը, որով կարող է առաջ գնալ։ Վստահ են հայուհի կենտրոնի հիմքում կանգնած կանայք, ովքեր հենց այդ նպատակով են ստեղծել կենտրոնն ու այդ գաղափարով առաջնորդվելով են իրականացնում իրենց ծրագրերը։ Ինչպես գարունն է նորոգում, հա, բնությունը, այնպես էլ հայկինը կարող է նորոգել, նորացնել, ջերմացնել եւ հայուհի կանանց կենտրոնը հենց դրա մասին է, որտեղ մեր սիրելի կանայք գալիս են վստահություն ձեռք բերելու, ոգեշնչվելու, ինչու՞ չէ նաև նոր մասնագիտություններ սովորելու, որը եւ դառնում է իրենց արդեն իսկ կյանքի ձեռքբերումներից մեկը։ Երեկոն նպատակ ուներ արժևորել գրական խոսքը, ստեղծելով հարթակ արվեստի միջոցով ինքնաճանաչման ու ներշնչման համար։ Եվ բոլորովին պատահական չէր հենց Նազենի Հովհաննիսյանի ընտրությունը, որը տարիներ շարունակ ոչ միայն գեղեցիկ ու ազդեցիկ խոսքի, այլև ուժեղ ու հմայիչ հայհու կերպարի խորհրդանիշ է։ Սա հրավեր էր եւ Լիանան Մանուկյան կապվել էր իմ մենեջերի հետ ու երբ որ մենք իմացանք, որ սա հենց կանանց զարգացման կենտրոն է, որտեղ արհեստավարժ յուրահատուկ բանախոսներ են գալիս, որտեղ կարող են սովորել ասեղնագործությունից մինչև լեզուների կատարելագործման ընթացք ունենալ, ես շատ ուրախացա ու ամենաթանկ բանը ինձ համար ընտրությունն էր։ Ոչ թե պարզապես երաժշտության, ոչ ուրախ բարեղանակի, ոչ հայտնի պոպ երգչի, այդ ամենը շատ լավ է ու պետք է թող միշտ լինեն, բայց բանաստեղծությունների ընտրության։ Եվ այստեղ վստահեցնում եմ ձեզ, իմ անձը չէր, այլ հենց այդ մշակութային առանձնահատկություններ ու շատ թանկ է դա ինձ համար։ Այսօր միայն կանայք էին, այդ դա յուրահատուկ էր, որովհետև մենք ունենում ենք պարզ բանաստեղծական երեկոներ, որտեղ գալիս են տղամարդիկ, սոլիդ, իրենց կանանց հետ, կամ դուստրերի հետ, կամ եղբայրներով, կամ ընկերուի բան, բայց այսօր դուք չեք պատկերացնում, ես որ դուրս եկա բեմ, մի անգամից այդ ալիքներով սերը գալիս է, եթե դա կարողանաս վիզուալ ներկայացնել, ծովի այդ մակընթացության ու տեղատվության պես է, ալիքներով այդ սերը գալիս է, այսպես ու նայում ես մանավանդ ավագ սերնդին հուզել, ավագ սերնդի մոտ ստանալ գերազանց գնահատական է, այդ շատ բարդ է ու ինձ համար ամենաթանկ բանն է, որը ես ունեմ։ Իսկ ինչպիսին է հայուհու կերպարը շատերի ոգեշնչումը հանդիսացող Նազենիի համար։ Ինձ համար հայուհին ամենապարզ տան գործը սիրով անող մարդն է, իր տան հացը պահող, ապահովող մարդն է։ Ինձ համար հայուհին տարբեր խնդիրներով հանդերձ իր երեխաներին ոտքի կանգնեցնող եւ պարտադիր լավ կրթություն տվող կինն է։ Ինձ համար հայուհին այն մայրն է, որը ոչ միայն իր երեխաների համար է մայր, այլև բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ կարող են խաչվել իր կյանքի ուղիներում։ Ինձ համար հայուհին իր տղամարդուն մեծարող ու տղամարդուց առավել աճող կինն է։ Ինձ համար հայուհին կուլ չգնացող ու չտկարոցող կինն է։ Ինձ համար հայուհին կարծիք ունեցող ու իր կարծիքը վստահ, հանգիստ արտահայտողն է։ Ինձ համար հայուհին չվախեցողն է, չընկրկողն է, չընկճվողն է
Եթե պետք է լավ լացողն է, իսկ հետո նույն պայծառ ժպիտը դեմքին իր կյանքի բարդություններով առաջ գնացողն է։ Շատ բան դրեցի հայու ուսերին։ Երևի ինձ համար հայուհին այդ հենց բեռնված կինն է։ Ու ես շատ կուզեի այդ բեռները մի քիչ թեթևանային բոլորիս։ Հայուհի կանանց կենտրոնի ներկայացուցիչները խոստանում են շարունակաբար նախաձեռնել կրթամշակութային ծրագրեր, ուղղված կանանց ներուժի զարգացմանը, համայնքային ակտիվության խթանմանը եւ արժեքային դաշտի ամրապնդմանը։ Այս միջոցառումը եւս մեկ քայլ էր այդ առաքելության շրջանակում։